Եթե մի քանի տարի առաջ քրիստոնեական արժի համակարգը բանակում բացակայում կամ շատ թույլ էր արտահայտված, ապա այժմ վստահաբար կարելի է ասել, որ մեր զինվորները բավականին հաճախ առնչվում են եկեղեցուն, մասնակից են դառնում ծիսակատարություններին։ Կազմակերպվող միջոցառումների շարքերում էլ չի բացակայում քրիստոնեական ուսուցումները։ Այդ գործի մեծապես նպաստում են գնդերեսներն, ովքեր մտերմիկ հարաբերությունների մեջ են գտնվում զինծառայողների հետ ու օգնում են հոգևոր խրատներով։ Մենք զինվորականներս այլ մասնակիցների դեր մարդկանցից շատ ավելի լավ եք գալում հավատքի ուժն ու զորությունը ցանկացած խնդրի կատարման գործում։ Շատ ավելի լավ է գիտակցում, որ սեփական հնարավորությունների նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը արդեն իսկ հաղթանակի կեսն է։ Եվ ամենափայլուն, ամենաանջարեղ ազգանպաստ գաղափարները ծնում է միայն հավատավոր մարդկանց ուղեղներում։ Արցախի թեմի առաջնորդը պատմության էջերից օրինակներ բերելով կարևորել է պետականության պահպանման գործում հավատի առանձնահատուկ դերը։ Մեր նվիրյալների սխրագործությունները միշտ էլ հավատքով է դրսևորվել, սկսած Վարդանանքից մինչև ապրիլյան պատերազմ։ Ամեն մի նվաճող առաջին հերթին փորձում էր մեզ ուրացնել մեր հավատքից։ Ինչու՞։ Պարզ, ամենապարզ պատճառով։ Քեզ եթե կդրեն Աստծուց, դու դառնում ես խոցելի և տկար։ Իսկ մենք մեր արյան գեներով դա շատ լավ էին գիտակցում։ Երբեք էլ չենք ուրանալու Աստծուն։ Ամուր պիտի պահենք մեր հավատքը։ Պարքև Սրբազանն իր խոսքում անդրադարձել է բանակում հավատքի քարոզմանը, միևնույն ժամանակ նշելով, որ բանակում է ծնվում բարոյական ամենակարևոր արժեքները, եւ մեր նվիրյալներն են կատարում աստվածաշնչյան երանելի պատվիրանը։ Ամենալավ ձևով հավատքը դրսևորվում է մեր զինված ուժերում, որտեղ հավատքի կարևոր սկզբունքները կյանքի է կոչում հայոց պաշտպանը։ Ամենաթանկը կյանքն է տալիս։ Իսկ դա հավատքի ամենաբարոյական, ամենամեծագույն եւ լավագույն դրսևորումն է։ Հա ոչինչ, որ մեր ամեն մի զինվոր սխա շատ բան չգիտի աստվածաբանական հարցերից, դա չի կարևորը։ Կարևորը որ ինքը անկեղծ է։ Շոշափվող թեմաների շարքում աղանդավորական շարժումներ, հասարակության հիվանդ թևը, ինչի կապակցությամբ գեներալ-մայոր Վարդան Բալայանը կոշտ է արտահայտվում եւ կոչ անում բոլոր օղակները օգտագործելով բացառել մեր հանրության մեջ այդ շարժման ծավալումը, նամանավանդ տարածումը։ Աղանդավորների հակապետական, ապա ազգային պարակտիչ գործունեությունը կանխարգելելու եւ նման ազգակործան գաղափարները կրող զենք կրելու հրաժարվող երիտասարդների առկայությունը մեր շարքերում բացառելու համար։ Հասարակության մեջ աղանդավոր ընտանիքները, իսկ դպրոցներում աղանդավոր աշակերտների առկայությունը, շրջանի ղեկավարության, հոգևորականների, դպրոցի տնօրինության, ուսուցչական անձնակազմի, ինչու՞ չէ նաև հասարակության տարբեր խավերը ներկայացնող անհատների համար պետք է դիտվի արտակարգ պատահար։ Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել Մարտունու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ովքեր իրենց գիտակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու նման նախաձեռնությունների։ Պաշտպանության բանակի գնդերես Գեղարդ Հովհաննիսյանն էլ աղոթելու կարևորությունն է առանձնացրել։ Ամուր հավատք ունենալու համար պետք է հաճախ աղոթենք, հաճախ զրուցենք Աստծո հետ։ Եվ հավատք ամրացնելով հզոր բանակը կունենանք եւ հայրենիքն էլ պաշտպանված կլինի։ Միջոցառմանը նաև ազգային երգերը չեն անտեսվել։ Պաշտպանության բանակի ասպետամույթի երգիչներն ազգային երգերով են հանդես եկել, իսկ միջոցառման ավարտին ասպետամույթին միացել է նաև Արցախի թեմի հոգևոր սպասավորը, միասնական երգով խորհրդանշելով բանակի ու եկեղեցու անմիջական կապը։ Հարություն Մկրտչյան, Բենյամին Ղարախանյան, օր